Բարև ձեզ, իրականում եթերում հարցազրույցի ժամը, ես զրուցելու եմ Հայրենիք կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Կարապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ։ Լավ եք։ Շնորհակալ եմ հրավերքի համար, շատ լավ, դուք։ Ես էլ եմ լավ, քանի որ այսօր հայոց բանակի կազմավորման օրն է, ես շնորհավորում եմ եւ միանում բոլոր այն շնորհավորանքներին, որոնք մինչ այդ հնչել են, մաղթելով հայ զինվորի խաղաղ ու անփորձանք ծառայություն։ Ես նույնպես ուզում եմ օգտվել առիթից ու շնորհավորել բոլորիս հայոց բանակի կազմավորման հետ կապված, թեպետ այս իշխանությունները ամեն ինչ անում են, որ այդ էջը ջնջեն մեր հիշողություններից, մեր պատմության էջերից, սակայն իմ խորին համոզմամբ դա չի հաջողվելու, որովհետև երբևէ որևէ մեկին չի հաջողվել մարդկանց մոտից ջնջել ձեռքբերումները, հաջողությունները, հաղթանակները եւ առավել եւս պատմական հիշողությունը, որովհետեւ որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի տարբեր մանիպուլյացիաներով ներկայացնել, որ իբր մեր անվտանգության երաշխավորը միայն բանակը չէ, այլ նաև թե մենք աշխարհում որտեղ ենք մեզ տեսնում, որն է մեր դերը, որը իհարկե պարտավորական մոտեցում է, սակայն այնուամենայնիվ բանակը մնում է կարևորագույն գործոն անվտանգության համակարգում եւ կյանքը ցույց է տվել, որ թույլ բանակին ապավինող պետությունները, թույլ բանակին ապավինող ժողովուրդը դատապարտված է նաև կործանման ու պետականազրկման։ Որ ասում եք փորձում եք ջնջել, ինչ նկատի ունեք, օրինակ երեք իրականացրել էին ՍԿՕ օր, գնացել էր Նիկոլ Փաշինյանը եռաբլոր, իշխանական վերնախավնել էր գնացել, ինչպես են ջնջում ձեզ։ Ջնջելը պարտադիր չէ, նրա պայմանավորված չէ միայն նրանց այցով կամ ոչ թե ջնջել, այլ ավելի շուտ բանակի օրվա ամրապնդումը պայմանավորված չէ միայն եռաբլոր այցով, այլ պայմանավորված է թե գործնական քայլերով եւ թե այն գաղափարախոսությամբ, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է հրամցնել հանրությանը։ Գործնական քայլերի վերաբերող մենք չենք տեսնում բանակի մարտունակության բարձրացման ուղղված հստակ քայլեր, չկա որևէ զորավարժություն այն նույն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը կազմակերպում է տարվա մեջ մի քանի անգամ զորավարժություններ, թե միայնակ, թե երկկողմ, նկատի ունեմ Թուրքիայի հետ, թե այդ թվում նաև եռակողմ զորավարժություններ, Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, այդ ամենին ներառյալ Ալիևը ոչ միայն չի մեղմացնում իր ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, այլ ավելացնում է Ադրբեջանի ռազմական բյուջեն, ռազմական ծախսերը։ Վերջերս հրապարակվեց արտաքին հետախուզության զեկույցը, համաձայն որի Ադրբեջանի ռազմական աճի տեմպերը նաև գերակայում են մյուս ոլորտների զարգացման աճին եւ շատ հաճախ ըստ զեկույցի այդ ոլորտների հաշվին են իրականացվում, ինչը հուշում է, որ Ալիևը պատրաստվում է պատերազմի, այնուամենայնիվ Ալիևը չի Կարծում եմ այս պայմանությամբ Ադրբեջանի գլխավոր թիրախներից մեկը Հայաստանն էր, սակայն նույնիսկ եթե մենք Աստված մի արասցե իհարկե եթե լինի պատերազմ, սակայն եթե նույնիսկ մենք չբախվենք ռազմական խոշոր էսկալացիայի, այնուամենայնիվ փաստ է, որ Ադրբեջանը Ալիևը ամենևին չի երկրորդում պայմանագրի նախաստորագրումը Դոնալդ Թրամփի երաշխիքը աչքով անելը Նիկոլ Փաշինյանին։ Բայց կյանքը ցույց տվեց, որ նույն Դոնալդ Թրամփը նույնիսկ չի հիշում, թե օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ում է ընդունել Հայաստանի ղեկավարին, թե Ալբանիայի ղեկավարին, նույնիսկ չի հիշում, թե այդ ղեկավարի անունը ինչ էր, ձևակերպումը WhatsApp-ի համար ունի։ WhatsApp-ի համարը, սակայն Թրամփի մոտ Նիկոլ Փաշինյանը տպավորված է ընդամենը այն լավ տղան, որը իհարկե քաղաքական կատեգորիա չէ, սակայն այդ նույն Վաշինգտոնյան համաձայնագրից հետո նախաստորագրված իդեպ դա շեշտենք, որքան էլ որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ մենք ապրում ենք խաղաղության դարաշրջանում, արդեն թևակողել ենք այդ դարաշրջան, սակայն այդ խաղաղության համաձայնագիրը դեռևս ընդամենը նախաստորագրվել է արտգործ նախարարների մակարդակով եւ այս պայմանությամբ որևէ իրավական հետևանք չունի, սակայն նույն օգոստոսի 8-ից հետո Ալիևը շարունակում է այնուամենայնիվ զինվել եւ նա չի էլ թաքցնում եւ զինվում է ընդ որում արևմտյան Ադրբեջան հռետորաբանության այդ իշխանականները ասում են եկեք տանենք ցույց տանք, սակայն ով է տեսել գնացեք, գիտեք ինչ, այլ բան է
երբ որ դու փաստացի տեսնում ես պետության ռազմական ներուժը պետք է պայմանավորված լինի նաև զորավարժություններով, այսինքն ակնհայտ պետք է լինի, որ բանակը օր-օրի բարձրացնում է իր մարտունակությունը, այդպես դեկլարատիվ հայտարարություններով եկեք գնանք ցույց տանք, ի վերջո մի բան գոյություն ունի, ում են իրանք ցույց տալու, ինձ ձեզ մենք ռազմական ոլորտի մասնագետ չենք, մեզ կարող են ցույց տալ, ենթադրենք ինչ որ մի միջին կարողության զենք եւ ներկայացնել որպես խոշորագույն ինչ-որ ստրատեգիական նշանակության եւ մենք կարող ենք դրանից պարզապես չհասկանալ եւ նաեւ պայմանավորված չէ Սուրեն Պապիկյանի այն կոչով, որ թող կանայք ու աղջիկներն էլ գան ծառայելու, որ նրանց խանգարում են ամուսինները, չգիտեմ հայրերը, եղբայրները եւ այլն, դրանք բոլորը կոչեր են, դրանք բոլորը ընդհանրապես հայտարարություններ են, սակայն այդ հայտարարությունները կարող են կտրված լինել իրականությունից եւ ամենակարևորը երբ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն է, երբ նա իր խոսքում անդադար բանակի դերը փորձում է երկրորդել։ Մեզ ներկայացնում է տարբեր պատճառաբանություններ, տարբեր ոչ թե պատճառաբանություններ, այլ տարբեր ատրիբուտականներ անվտանգության համակարգի հետ կապված, սակայն ակնհայտ է դառնում նրա խոսքից, որ այդ ամբողջական համատեքստում բանակը այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի համար երկրորդված է, որովհետև երբ որ նա հայտարարում է, որ մեր անվտանգության համակարգի երաշխավորներից կարևորագույն դրվագներից մեկը նաև այն է, որ մենք պետք է իմանանք այս աշխարհում մեր տեղն ու մեր դերը, այսինքն մոտավորապես ոտդ մեկնիր վերմակիդ համապատասխան, ահա այդ փիլիսոփայության ներքո է ներկայացնում, այստեղից կարող ես հետևություն անել, որ մենք ընդհանրապես մեր չափը պետք է ճանաչենք, այլ ոչ թե ձգտենք զինվել, չձգտենք ռազմական առումով, բանակով մեր անվտանգությունը բարձրացնենք։ Կասի հանրությունը, կասեն իշխանականները եկել, ասում է, նստել եւ ասում է, որ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա։ Ես չեմ ասում նախ, որ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա, ես փաստում եմ ընդամենը, որ մենք խաղաղություն այս պահին դեռևս չունենք։ Ամենևին խոճապ չեմ փորձում սերմանել հանրության մեջ, սակայն նաեւ չի ցանկանա, որպեսի Նիկոլ Փաշինյանի ձեռամբ հանրությունը վերածվել ջայլամի, չնկատել վտանգը եւ իր գլուխը փորձել թաղել հողի մեջ, տեսք ընդունելով, որ որևէ վտանգ մեզ չի սպառնում, որևէ սպառնալիք չկա, որովհետև նույն էլի եմ կրկնում արտաքին հետախուզության տվյալների համաձայն ռիսկեր են պարունակվում Ադրբեջանի կողմից այդ ոչ միայն զինվելու, այլ նաև իր ագրեսիվ հռետորաբանությունը շարունակելու եւ ըստ զեկույցի էլ ավելի գործնական քայլերի վրա բերելու հասկանալի է, պարոն Կարապետյան, ես վստահ եմ, որ դուք եւ նաեւ այն կուսակցությունը, որը դուք ներկայացնում եք, խոսքը հայրենիքի մասին է, եւս ուզում է խաղաղություն։ Դուք մասնակցելու եք ընտրություններին, գոնե չմասնակցելու վերաբերյալ հերքում չի եղել պաշտոնապես։ Ձեր թեկնածուն Արթուր Վանեցյանն է դա եւս չի հերկվել։ Հետևաբար կուսակցությունը, ձեր վարչապետի թեկնածուն, ինչպես է պատկերացնում խաղաղության հասնել իրապես, որ նաև այդ պարագայում անգամ եթե Ադրբեջանը շարունակի զինվել, հանրության ձեր մոտ չառաջանան հարցեր, որ դրանք կարող են մեկ օր օգտագործվել հարևանների, այս դեպքում Հայաստանի դեմ։ Այո, իհարկե, թե հայրենիք կուսակցությունը, թե կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, թե բոլորս առհասարակ ցանկանում ենք խաղաղություն, որովհետև միայն ոչ ողջամիտ մարդը կցանկանա խաղաղության այլընտրանքը, իսկ խաղաղության այլընտրանքը պատերազմն է, սակայն խաղաղությունը չպետք է հրամցվի հանրությանը պարզապես առանց փաստարկումների, առանց որևէ հիմքի։ Խաղաղությունը նաև իրենից ենթադրում է անվտանգության երաշխիքներ։ Իմ կարծիքով առաջին հերթին այն է, որ պետք է չլինի Նիկոլ Փաշինյանը այն բանակցողը, որը մեզ ի վերջո բերելու է խաղաղության։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է արդեն ապացուցել, որ նա չի կարողանում բանակցել Ալիևի հետ, որովհետև նա բանակցել հասկանալով, առհասարակ խաղաղություն հասկանալով ընկալում է միայն անդադար ու միակողմանի զիջումներ Ադրբեջանին, որովհետև առ այս պահը այդ ամբողջը ընթացել է միակողմանի զիջումների տրամաբանությամբ։ Այնուհետև չպետք է հանրության մեջ խաղաղության անվան տակ ներարկել թուլություն, ներարկել պարտվողականություն, ներարկել հանձնվողականություն, չպետք է փորձել հանրության հիշողությունից ջնջել բոլոր
ոչ միայն հաղթանակները, այլ առհասարակ ազգային արժեքները, ընդհանրապես պատմական մեր հիշողությունը։ Խաղաղության պետք է հասնել իրական բանակցությունների միջոցով, խաղաղության պետք է հասնել փաստագրի հիմքում ներդնելով անվտանգության իրական երաշխիքներ։ Ի վերջո, բացի բանակից, անվտանգության կարևորագույն համակարգ է նաև դիվանագիտական կորպուսը, ճիշտ դիվանագիտությունը, գործընկերային ու իրական, խոսքս իրական գործընկերության մասին է, իրական գործընկերային ու իրական դաշնակցային հարաբերությունները այլ պետությունների հետ։ Այդ ամբողջը միասին կազմում են մեր անվտանգային համակարգը։ Եթե դու միջազգային հանրությունում ձեռք բերես վստահելի գործընկերոջ համբավ, ապա կկարողանաս նաև ձեռք բերել վստահելի գործընկերներ, ոչ թե քեզ նայեն ընդամենը շահադիտական նկատառումներով, բնականաբար քաղաքականությունը ինքը շահերից բաղկացած գործընթաց է, սակայն դու պետք է այնպես կառուցես քո դիվանագիտությունը, քո արտաքին քաղաքականությունը, որ ոչ թե վերածվես այս կամ այն պետության շահերի սպասարկողի, այլ կարողանաս քո շահը համադրես այլ պետությունների շահերի հետ։ Չէ, հարցը մի քիչ ճիշտ ասած դժվարանում եմ, sense կոնկրետ դուք ակնկալում եք անուններ տալ, այո, ես կարծում եմ, եթե հայրենիք կուսակցությունը հայտ է ներկայացրել մասնակցելու ընտրություններին, բնականաբար մենք հայտարարել ենք, որ մենք մասնակցում ենք ընտրություններին միայնակ, սակայն չենք բացառել նաև հնարավոր դաշնակցությունը, հնարավոր համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ։ Ներկա պահին, եթե մենք գնանք առաջին սցենարով, այսինքն եթե մասնակցենք ընտրությունների միայնակ, բնականաբար մեր վարչապետի թեկնածուն լինելու է Արթուր Վանեցյանը, եւ եթե մեր վարչապետի թեկնածուն Արթուր Վանեցյանն է, ապա կարծում եմ նա կարող է հանգիստ բանակցել այլ պետությունների հետ, հանգիստ բանակցել Ալիևի հետ, այլ խոսքով Հայաստանը լիարժեք ներկայացնել բանակցային սեղանին։ Հասկանալի է։ Պարոն Կարապետյան, որ ասում եք այլ ուժերի հետ հնարավոր համագործակցությունը չեք բացառում, ում նկատի ունեք, կամ ում եք բացառում, որի հետ կգնաք համագործակցության որևիցե ձևաչափով։ Նախ անուններ տալը այս բային փոքրինչ ժամանակավրեպ է, ինչ առումով եմ ասում, որովհետև դեռևս ընթանում են քննարկումներ, դեռևս ընթանում են հանդիպումներ, կոնսոլիդացիաներ։ Այո, չէ, ոչ թե կոնսոլիդացիաներ, այլ կոնսուլտացիաներ, որի արդյունքում վերջնականորեն կպարզվի, եթե մենք դաշինք ենք կազմում այլ ուժերի հետ, ապա որոնք են լինելու այդ ուժերը։ Բնականաբար հիմնական գործոնը լինելու է գաղափարական ծրագրային ընդհանրությունները, մոտեցումների նույնությունները։ Եթե ես հիմա փորձեմ այս կամ այն կուսակցության անունը տալ որպես հնարավոր դաշնակցի, ապա կարծում եմ վաղը հնարավոր է քաղաքական դաշտում որոշակի շահարկումների առիթ տամ։ Ես սակայն միանշանակ կարող եմ ասել, թե որ քաղաքական ուժի հետ չենք կազմի դաշինք, այսպես ասած, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Դա բոլոր այն ուժերն են, որոնք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը տեսնում են պարտավորական կուրսով, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանի նաև ներքին քաղաքականությունը, սատարում են Նիկոլ Փաշինյանի հարձակումները հայ առաքելական եկեղեցու դեմ, մեր ազգային արժեքների դեմ։ Պարոն Կարապետյան, օրինակ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցություն տեսնում եք, ինչու եմ ասում, որովհետև գոնե մեկ անգամ հայրենիք կուսակցությունը արդեն համագործակցեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցության հետ պատիվ ունեմ խմբակցության գոնե մակարդակով, հետո այդ համագործակցությունն էլ դադարեցվեց։ Ըստ էության ոչ արդյունավետ կոալիցիա ձևավորվեց խորհրդարանական ընտրությունների ընթացքում եւ հետո որովհետեւ դա երկար կյանք չունեցավ։ Հիմա դարձյալ օրինակ երկրորդ կամ երրորդ նախագահների հետ հավանական համարում եք, որ կլինի համագործակցություն։ Ես համագործակցություն հավանական եմ համարում բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակը, որոնց գաղափարախոսությունն ու քաղաքական տեսլականը միտված է իրոք Հայաստանի Հանրապետությանը իրական խաղաղություն բերելու,
իրական խաղաղություն բերելու, սակայն ոչ մեր ազգային արժեքների, ոչ մեր ազգային արժանապատվության եւ ոչ մեր պարտավորականության հաշվին, սակայն միայն ցանկությունները բավական չեն։ Մենք կհամագործակցենք, հայրենիք կուսակցությունը կհամագործակցի այն դաշին, այն քաղաքական ուժերի հետ, որոնք այդ ամենը կտեսնեն նաև իրական, պրագմատիկ, այդ ամենին հասնելը կտեսնեն պրագմատիկ քաղաքական քայլերի հետևանքով, որովհետև այլ բան է սոսկ ցանկությունը, որովհետև ընդհանրապես ցանկությունը քաղաքական տիրույթում դա ավելի շատ նմանվում է բաժակաճառի։ Բացի ցանկությունից պետք է ներկայացվի պրագմատիկ քաղաքականություն վարելու ու այդ ամենին հասնելու գործիքակազմը։ Խաչիկ Գալստյանի կալանավորումը հայրենիք կուսակցությունը վերագրեց որպես ճնշում իրենց նկատմամբ։ Ինչ էիք անում, որ ձեզ էլ ուզեցին ճնշել։ Նախ եկեք հիշենք, երբ ձերբակալվեց Խաչիկ Գալստյանը։ Այո, Ամանորի նախաշեմին։ Սակայն բացի Ամանորի նախաշեմը Խաչիկ Գալստյանի ձերբակալումն ու այնուհետև կալանավորումը հաջորդեց անմիջապես Արթուր Վանեցյանի հարցազրույցին։ Գիտեք, քաղաքականության մեջ համընկնումներ ու զուգադիպություններ պարզապես չեն լինում։ Հստակ է, որ Խաչիկ Գալստյանը պարզապես ենթարկվեց քաղաքական ճնշման, որի նպատակը հայրենիք կուսակցությունն է, որի նպատակը Արթուր Վանեցյանն է։ Ես չեմ ուզում ամենևին անդրադառնալ այն մեղադրանքներին, որոնք ներկայացնում են այս իշխանությունները, որովհետև երբ որ նախ ինքը իրավաբան չեմ, բացի դրանից երբ որ Փաստաբանները որակում են դա շինծու, ասում են չկա նման բան։ Իհարկե դա շինծու քրեական գործ է, ես ինչու եմ ասում, չեմ ուզում անդրադառնալ մեղադրանքին այն առումով, որովհետև երբ որ դու անդրադառնում ես մեղադրանքին, սկսում ես իշխանությունների մեջ մտնել քննարկման իրավական դաշտ։ Իսկ քանի որ մեղադրանքը շինծու է, քանի որ մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը, ապա իշխանությունը ինչ մեղադրանք ուզում ես կարող են առաջադրել, ցանկացած որևէ մեղադրանք կարող են առաջադրել, սակայն փաստն այն է, որ այդ մեղադրանքները պարզապես պատրվակներ են մարդկանց կալանավորելու համար եւ մարդկանց քաղաքական հետապնդման ենթարկելու համար, որի նպատակը հանրությանը վախեցնել է։ Գիտեք ինչ, թիրախը նաեւ ոչ միայն հայրենիք կուսակցությունն է կամ Արթուր Վանեցյանը կամ Խաչիկ Գալստյանը, թիրախը հանրությունն է իրականում, որովհետև Նիկոլ Փաշինյանը այդ քայլերով պատրաստվում է խորհրդարանական այն ընտրություններին, որը մեզ մոտ ապագայում սպասվում է։ Այսինքն չեզոքացնում է հնարավոր այն անձանց, ովքեր կարող են ուժերին, ովքեր կարող են մասնակցել ընտրություններին։ Փորձում է չեզոքացնել, իհարկե քաղաքական ուժերին ճնշելը շատ բարդ է, որովհետև միայն մարդուն կալանավորելը բավարար չէ, որպեսզի այդ մարդուն չեզոքացնեն կամ այդ մարդուն ներկայացրած քաղաքական ուժը չեզոքացնեն։ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության շրջանում տարածել վախի մթնոլորտ, որպեսզի մարդիկ ոչ միայն վախենան իրենց կարծիքը, եթե ընդդիմադիր հայացքներ կրող են, իրենց կարծիքը հայտնել, այլ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է հասնել նրան, որպեսզի ընդդիմադիր հայացքներ կրող ընտրողը պարզապես չգնա ընտրատեղամաս, որովհետև եթե ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդը չի մասնակցում ընտրություններին, դրանով նպաստում են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, որովհետև իշխանությունները իրենց վարչական, ֆինանսական, տնտեսական եւ մնացած այլ ռեսուրսներով կարող են իրենց ընտրազանգվածին տանել ընտրությունների եւ այդպիսով ապահովեն պյուրոսյան հաղթանակ։ Դուք վերլուծաբան եք եւ շատ կարճ հիշատակեցիք եկեղեցու դեմ տեղի ունեցող գործողությունները, որպես վերլուծաբան վերլուծում եք լավ ինչն է իրական նպատակը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հերկում է հնարավոր Ադրբեջանի միջամտությունը եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին, բայց միաժամանակ որոշակի իրադարձություններ ու իրադրություններ համադրելով փաստացի նաեւ հայտարարությունների գոնե մակարդակով ստացվում է, որ որոշակի ժամանակահատված համընկել է։ Այո, հատկապես եթե հիշենք, որ Նիկոլ Փաշինյանի հարձակումները հայ առաքելական եկեղեցու դեմ առավել ակտիվ բնույթ ստացավ Փաշազադեի հայտարարությունից հետո, երբ նա ասաց, որ հայ առաքելական եկեղեցին, մասնավորապես ամենայն հայոց կաթողիկոսը խանգարում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ել ավելի, այնպես չէ, որ հենց այդ օրը սկսեց, արդեն իսկ հարձակման միտումները կային եկեղեցու դեմ, սակայն Նիկոլ Փաշինյանը կոպիտ ասած դա բերեց նոր ավելի
ավելի ճակերտավոր ասած բարձր մակարդակի վրա։ Եթե Նիկոլ Փաշինյանը հերքում է, որ հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները պայմանավորված են արտաքին գործոնով, ապա այստեղ մնում է ներքին գործոնը, որովհետև կա երկու տեսակ կետ, կամ արտաքին հրահարմամբ է այդ ամենը տեղի ունենում, կամ ներքին քաղաքականության պայմանավորված, որի նպատակը կրկին թիրախը կրկին խորհրդարանական ընտրություններն են, որովհետև հանձինս հայ առաքելական եկեղեցու Նիկոլ Փաշինյանը տեսնում է այն մեծ խոչընդոտը, որը կարող է իրեն խանգարել վերարտադրման հետ կապված եւ նաեւ կարող է խափանել իր բոլոր ծրագրերը արցախցիների վերադարձի իրավունքի, մեր ազգային համակարգը ստորադասման տանելու հետ ինձ հետաքրքրեց հատկապես ընտրություններով պայմանավորված, ինչպես պետք է հայ առաքելական եկեղեցին օրինակ ընտրական գործընթացներում որոշակի ներգրավվածություն ունենա, որովհետև եկեղեցին ապաքաղաքական է։ Չէ, խոսքը ընտրական գործընթացներում ներգրավելու մասին չի, նախ եկեղեցին է ապաքաղաքական, սակայն հոգևորականները իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ իրենք նույնպես մասնակցում են ընտրություններին, սակայն այստեղ խոսքը ոչ թե բուն ընտրական գործընթացի մասին է, այլ այն ողջ process-ի, որը տեղի է ունենում մինչև ընտրությունները։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը փորձում է մեզ բոլորիցս կերտել մի սպառողական զանգված, որ մենք չունենանք որևէ ազգային նպատակ, չհետապնդենք որևէ ազգային երազանք եւ նա այդ ամենը տեղավորել է այստեղ հաց, այստեղ կաց, այդ անասնական տրամաբանության մեջ։ Այսինքն, եթե կա ուտելիք, եթե քեզ չեն հարվածում, ապա սա է քո հայրենիքը, բավարարվիր դրանով եւ գոհ եղիր, որ այսօր կուշտ փորով հաց ես կերել։ Նիկոլ Փաշինյանի ողջ քաղաքականությունը հիմնված է ահա այդ տրամաբանության վրա եւ այս վերջերս նրանք բաց հայտարարում են, հիշում եք Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևին շնորհակալություն էր հայտնում, ասելով, որ մեր երկու երկրներին, նկատի ուներ Հայաստանի եւ Ադրբեջանի, մեր երկու երկրների ղեկավարներին հաջողվեց բարեկեցությունը, մարդկանց բարեկեցության հնարավորությունը վերդասել ամեն ինչից։ Ահա այդ ամեն ինչը իր մեջ պարունակում է այն ողջ ազգային արժեքներն ու մեր ազգային երազանքներն ու նպատակները, այդ թվում ես ինչու եմ մի քանի անգամ շեշտում պատմական հիշողությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինքն է կեղծ հակադրություն առաջացրել իրական եւ պատմական Հայաստանների միջև եւ ընտրել է իրական Հայաստանը, որից բացակայում են ողջ ազգային մեր արժեքները։ Իսկ եկեղեցին այդ ամենի կրողն է, այդ ամենի պատվարն է։ Եկեղեցին մշտապես արծարծում է այն բոլոր խնդիրները, որոնք զերծ են հացից, որոնք ավելի հոգևոր են, ավելի ազգային են եւ հետեւաբար այդ գաղափարների մշտապես օրակարգում պահելը եկեղեցու կողմից Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստան գաղափարախոսության փլուզման վտանգներից մեկն է։ Քանի որ ժամանակն արդեն սպառվում է, ձեր վերլուծական միտքը ինչ է հուշում 2026 թվականի հունիսի 7-ին ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը ինչպիսի հաջողություն կունենա։ Եթե ընդդիմությանը հաջողվի ձևավորել 2-3 խոշոր միավորներ, ինչու եմ ասում 2-3, որովհետև իրատեսական լինենք, մեկ խոշոր միավորում ձևավորելը Հայաստանի հատկապես Հայաստանի պայմաններում հնարավոր չէ եւ ինչ որ մի առումով գուցե ցանկալի էլ չէ, որովհետեւ մարդկանց պետք է տրվի այնուամենայնիվ այլ ընտրանքի հնարավորություն։ Եթե ընդդիմությանը հաջողվի ձևավորել այդ 2-3 խոշոր միավորները, եթե ընդդիմությունը հետևողականորեն զբաղվի ոչ թե այդ պաշտոնապես քարոզչության օրը տրված ժամանակահատվածով, այլ հենց այս պահվանից սկսված, երեկվանից դեռևս սկսած հանրության մոտ ակտիվ քարոզչություն իրականացնելու եւ իր ձայներին նպատակաուղղված նահանջ տեր կանգնելու, ապա կարծում եմ քաղաքացիական պայմանագիրը վերընտրվելու, վերարտադրվելու որևէ հնարավորություն չի ունենա, օգտվելով առիթից, եթե թույլ կտակ, ուզում եմ եւ հերթական անգամ մի փաստարկ բերել, որ շատ հաճախ մեր ընդդիմության մոտ կա շփոթմունք խոսքի եւ գործի միջև։ Շատ հաճախ մեր ընդդիմադիր գործիչները, հարցազրույցները, ճեպազրույցները կամ նույնիսկ հոդվածներն ու ելույթները շփոթում են բուն քաղաքականության հետ, սակայն ես բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ քաղաքականությունը առաջին հերթին գործ է, մնացյալ բոլորը այդ գործիքակազմերից մեկն է։ Խոսքս այն մասին է, որ ընդդիմությունը պետք է դուր առ դուր բոլորի դռները ծեծի, բոլոր քաղաքներով, բոլոր գյուղերով, բնակավայրերով շրջի եւ
ուղիղ հանդիպի ընտրողների հետ, ոչ թե հանդիպի եթերով, այլ բախի ընտրողների դուռը եւ ուղիղ հանդիպի նրանց հետ։ Դա ինչ կտա։ Դա կտա այն, որ այս իշխանությունները գրեթե կզրոյացվի այս իշխանությունների վերարտադրելու հնարավորությունը, որովհետև այլ բան է, երբ որ ընտրողը քաղաքական գորշին, տեխնացուին տեսնում է եթերով, այլ բան է, երբ որ տեսնում է իր տան դիմաց կանգնած եւ առիթի ունենում շփվելու, զրուցելու մարդու հետ, որովհետև այնուամենայնիվ եթերը որոշակի անկենթանություն է հաղորդում ընտրողի մոտ, ինչքան էլ գեղեցիկ խոսած, ինչքան էլ համոզիչ խոսած, դա այլ բան է, սակայն միանգամայն այլ բան, երբ որ դու սեղմում ես ընտրողի ձեռքը։ Շնորհակալ եմ։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, ես զրուցում եի Հայրենի կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Կարապետյանի հետ, առողջ եղեք, կհանդիպենք։